Ինչպես հայտնվեցիք շոու բիզնեսում։ Չգիտեմ, փոքր տարիքից ես արդեն արվեստով բան էի, գիժ էի։ Իսկ ինչի որոշեցիք երգել կամ երգել գրել։ Չգիտեմ, տենց ստացվեց, ինձ թվաց ես ավելի շատ կինոյի կամ տենց ինչ-որ բան թատրոն կմտնեի, բայց տենց ստացվեց երաժշտության մտա։ Ինչ կանեիք, եթե չանեիք այն ամենը, ինչ անում եք։ Կլինեի ճարտարապետ կամ ռեժիսոր կամ դերասան։ Որ երգը փոխեց ձեր կյանքը։ Սիրուշոյ քելեն երևի։ Մի փոքր հատված կարող ենք երգել։ Քելե, դինգ։ Ինչից եք խուսափում, ինչ հարցից եք, որ վախենում եք այդ հարցը ձեզ տա։ Անձնական չեմ սիրում, շատ փակ մարդ եմ, ձուկ եմ, երևի դրա համար ես։ Իսկ ինչ հարց կուզեք, որ լսեին հիմա, ես հարցնեի ձեզ։ Չգիտեմ։ Ոնց ինչ կուզեք հարցրեք։ Ով է առաջինը լսում ձեր երգերը։ Իմ մոտիկ ընկերները, ովքեր ստուդիայում լինում են, անընդհատ լսում են, բայց շատ քչեր եմ ուղարկում, որ լսեն։ Ամենաանհեթեթ միտքը, որ կարդացել եք կոմենտը, որ գրվել է ձեր անձի հանդեպ։ Ինձ մի հատ շատ գրեհիկ մի հատ երգիչի են համադել դեսկի հետ կապված, անուն չեմ էլ ուզում ասել, բայց հետի որ հիշում եմ, ներվերս դες խախտվում եմ։ Ինչն է ձեզ խանգարում մեր շոու բիզնեսում։ Մարդիկ որ փակ են ու բան ազատ չեն մտածում են պիտի ինչ-որ ռամկաների մեջ իրենք լինեն, տենց։ Քիչ ազատ պետք է լինեն։ Ազատ, իսկ ինչ եք պատրաստ անել դուք հանուն ազատ հանուն կարիերայի։ Ոչ մի բան երևի, չգիտեմ, ես արդեն ինձ ազատ եմ զգում։ Չէ, լավ էր ինձ թվաց, որ մի քիչ պիտի պարտներ ինձ համար, հատկապես որ հայրենում է ու առաջին լեզուս հայրեն չէ, բան անի, քիչից համար բարդանում, բայց չէ, օքեյ։ Ինչ կհասցնեմ, ոչ մի բան ու ոչ մի բան։ Մի քիչ մանավանդ որ ես դարիքում, մի քիչ մեծացել, մի քիչ ավելի ոնց որ կտիմազություն եմ անում, մի քիչ ավելի դանդաղ եմ աշխատում, բան, ես ոչ մի բան չեմ ասում։ Քիմիկվա բանը, սերունդը մի քիչ ավելի ազատ եմ մտածում, այդ մի քիչ մեծերն են, որ ավելի վախով են մոտենում, հատկապես եւ որ հայրեն լեզվով չգիտես ինչ անես, եթե ուզում են նորություն անել, շատերը մոտ կարող վախնեն։ Իսկ երիտասարդները մի քիչ ավելի ազատ են մտածում, այդ ազատությունը ինձ միշտ դուր է եկել։ Մանավանդ որ ես դրսից եմ եկել, մի քիչ ուրիշ սև եմ մտածում, տենց սիրում եմ այդ ազատությունը։ Ուրախանում եմ որ Հայաստանում ինչ-որ նոր բաներ եմ տեսնում, որ չէի տեսել ու հուսամ տենց երկար, տենց կյանք ունենա այս հաղորդումը, ու տենց լիքը հետաքրքիր զրույցներ։